Հայ պարակտված է եւ պարակտված է պատերազմի հետևանքով եւ հիբրիդային պատերազմի շարունակության եւ շարունակվում է պարակտվել եւ իշխանության կողմից եւ ուժային կողմից հիմա այս իրավիճակում մենք ունենք պարակտված հասարակություն եւ պարակտված հասարակությունը իհարկե չի կարող նման ուժ ձևավորի դու պետք է հավաքես դու պինաս կազմակերպված հասարակություն բայց դաժե կազմակերպված հասարակությունը դա հերիք չէ խնդրի լուծման համար եթե դու գնում ես հեղափոխության իսկական հեղափոխության մենք ունենք վերնախավ դու պետք է թեորիան խոսում դու պետք է ձևավորես կոնտր վերնախավ հասարակության մեջ պետք է ձևավորվի այն վերնախավը հասարակության մեջ որը խնդիրները դնում է եւ վերնախավն է վերցնում իշխանությունը վերնախավն է սկսում այդ փոփոխությունները կազմակերպված հասարակությունը ստեղծում է միջավայր կազմում է այն տեղը որտեղ դու այդ process-ները սկսում ես, բայց հասարակությունը առանց ձևավորված վերնախավի նշանակություն չունի, դա կլինի ազգային ազատագրման շարժում, դա կլինի կուսակցության ձևով, դա կլինի ինչ որ ժողովրդի ինչ որ մասի կազմակերպած նշանակություն չունի ձևը, բայց պետք է ձևավորվի նոր վերնախավ, բայց նոր վերնախավը ձևավորում է նոր գաղափարների, նոր տեսլականների շուրջ, ինչ Հայաստան է կառուցում 21 դարում, 300-րդ հազարամյակում, հետսովետականը անցել եք, հետսովետականը ժամանակ, բայց ինչ եք կառուցում, արդյոք կառուցում եք, թե հրաժարվում եք պետականությունից, ասում եք դա մեզ պետք չի, դու պետք է խնդիրների պատասխան տաս, եւ այդ պատասխանը տալիս է կազմակերպված վերնախավը, կոնտր վերնախավը, որը ձևավորել է այդ խնդիրը գալիս է իշխանության, վերցնում է իշխանությունը, հեռացնում է հետսովետական վերնախավը եւ սկսում է կառուցել ուրիշ Հայաստան։ Կամ այդ ճանապարհն է, կամ այսօրվա իշխող վերնախավում ձևավորում է մի խումբ, որը հասկանում է, որ այսպես չի կարելի շարունակել, վերջում ամեն ինչ պայթում է։ Եվ մենք կորցնում ենք Հայաստանը, մենք կորցնում ենք մեր ազդեցությունը, կորցնում ենք մեր շահերը եւ այլը, հասկանում է, որ այսպես չի կարելի շարունակել եւ ինքն ալուծում այդ խնդիրները վերնախավի ներքո առանց այդ բարդ ճանապարհին, որի մասին խոսում ենք։ Ես պատմեցի ավանդական հեղափոխության ճանապարհը, դուք եք ինձ նման հիշում եք սովետական ժամանակները, պրոլետարիատը ԿՊՍ-ը կոմունիստական կուսակցությունը որպես կազմակերպիչ ուժ, որը վերցնում է իշխանությունը, հա, բոլոր հեղափոխությունները անցնում են ճանապարհով։ Բայց վատը այն է, որ մենք այնքան ժամանակ է կորցրել, որ կանգնած եք համակարգային փոփոխությունների, հեղափոխական փոփոխությունների անհրաժեշտության առջև եւ դու պիտի ընտրես կամ առաջի ճանապարհը կամ երկրորդ ճանապարհը։ Իսկ գուցե գաղափարը չկա։ Գաղափարը եթե չի ծնվում, եթե 3 միլիոն հայ եւ 10 միլիոն հայ համաշխարհային չեն կարողանում ծնել գաղափար ոնց պիտի լինի Հայաստանը 21 դարում, ներեցեք այդ նշանակում է մենք որպես ազգ իրավունք չունենք ունենալ պետություն։ Հեղինակությունը չկա եւ չկա վստահությունը գայանի։ Այս հոգեբանական պատերազմի հետագանքներով մերով, որ պարակտված հասարակությունից, որտեղ ոչ մեկը իրար չի վստահում։ Ինչ կարելի անել, ինչպես հաղթահարել այդ։ Ես փորձում եմ աշխատել որպես անձնավորություն եմ խոսում, գիտնական եմ խոսում, ես փորձում եմ հասարակության հետ աշխատել, ես փորձում եմ հասարակության հետ աշխատելով բարձրացնել իրենց հնարավորությունը եւ խոսում ենք ինքնակազմակերպման անհրաժեշտության մասին։ Հայաստանի հասարակության որևէ հատվածներ ինքնակազմակերպական ճանապարհով գնում են, երևի դուք կարող եք կազմակերպել հարցազրույց եւ խոսել դա ոնց է տեղի ունենում, ասենք ռազմամարզական կազմակերպությունների հետ, որոնք այդ ճանապարհով մենք 5 տարի փորձում ենք այդ ճանապարհով գնալ, ասենք ռազմամարզական կազմակերպությունից 5 տարվա ընթացքում արդեն կարողացել են ձևավորել միավորում, ինքնակազմակերպվել, իրանք ունեն տեսլականը ոնց են տեսնում Հայաստանը, ոնց են տեսնում իրանց տեղը եւ դերը Հայաստանում։ Նման ձևով պիտի մնացածները աշխատեն գայանը։ Մնացած հատվածները, տնտեսատները, advokatները, ժուրնալիստները, որպես ժուրնալիստներ հավաքվեք եւ ինքնակազմակերպվեք, այդ հարցը դրեք ոնց եք դուք տեսնում Հայաստանը։ Եվ հետո այդ փոխգործակցության, այդ շփումների մեջ կծնվի այդ գաղափարը, որովհետև գաղափարը թեորետիկ բան չի, որ դու թղթի վրա գրում ես 1 անց կամ 10 անց, այդ պիտի անցնես այդ ճանապարհը, բայց գաղափարը պիտի լինի ողջ, պիտի ապրող լինի, պիտի հասարակության մասն լինի, դա պիտի ծնվի հասարակությունից, դա պիտի լինի իր համար բնական եւ օրգանիկ։ Դա արհեստական գրելով չի ստացվում գայանի։ Եվ եթե Երևանը որպես Հայաստանի մայրաքաղաք չի կարող այդ process-ները ձևավորի, հարցեր են առաջանում, արդյոք Երևանը կատարում իր մայրաքաղաքական ֆունկցիաները։
որտեղ այդ խնդիրները ծնվում են լուծվում են Երևանում, ոչ թե մարզերում, ոչ թե Սփյուռքում։ Ինչու Դա մայրաքաղաքի ֆունկցիաներն են ձևավորել պետություն, ձևավորել Լեռնախավ։ Այդպես են ուրիշ երկրները, ուրիշ ժողովուրդները եւ Հայաստանը պետք չէ բացառել։ Այդ Երևանի ֆունկցիաներն են, որը պետք է անի Երևանը։ Ես երևի լավ չեմ հասկանում ինչ է նշանակում Երևանի ֆունկցիաները։ Եթե մարդը Իջևանից գալիս է ապրում է Երևանում, նա դառնում է Երևանի եւ հեղափոխություն է անում, թեկուզ Թավշյա հեղափոխություն է անում, ստացվում է որ դա Երևանն է։ Դա Երևանն է, եկել է Երևան։ Դա Երևանն է։ Երևանը ինքը Գյումրի է եկել, Գյումրիից եկել է երկրորդ քաղաքից, եկել է առաջի քաղաք եւ այստեղ է հեղափոխությունը, իշխանափոխությունը, երկրի գաղափարները կարող է գան Սյունիքից, կարող է գան Տավուշից, կարող է գան Սփյուռքից, բայց ձևավորում են եւ մարմնավորվում են մայրաքաղաքում։ Մայրաքաղաքը ավելի մեծ լայն ֆունկցիաներ է, ոչ թե միայն բիզնես է, ոչ թե միայն ապրելու տեղ է, ոչ թե միայն սպասարկումներ է եւ արտադրություն է, բայց դա պետական եւ ազգային գործառույթներն են, ֆունկցիաներն են, որ իրանց դարձնում են մայրաքաղաք։ Ինչով է ասեք Նյու Յորքը Վաշինգտոնից տարբերվում կամ Շանհայը տարբերվում Պեկինից։ Դու պետք է հասկանաս, դու որպես Երևան մայրաքաղաք արդյոք քո ֆունկցիաները պատրաստվում ես կատարել։ Դու միայն բիզնեսով ես զբաղվելու։ Եթե Երևանը պատրաստվում է զբաղվել բիզնեսով, մենք պետք է հարց դնենք, որտեղ է կառուցում հաջորդ հայկական մայրաքաղաքը, բայց մենք ան փոքր եք հիմա 21 դարում։ Որ ճիշտ ասած ես չեմ պատկերացնում ուրիշ մայրաքաղաք որտեղ կարելի է կառուցել։ Մենք մայրաքաղաքները կառուցելով տենց 20 մայրաքաղաք փոքրանով Հայաստանով հասել եք այս փչուր Հայաստանի մեջ։ Նման Հայաստանը Երևանը իմ կարծիքով ներեցեք, բայց պարտավոր է կատարել այդ ֆունկցիաները։ Հայկական ժամանակը հայկական ազգի եւ Հայաստանի կողմից չի վերահսկում։ Մենք չենք որոշում երբ հասկսելու պատերազմ, ոնց հասկսելու պատերազմ, ինչքան երկար ալնելու խաղաղություն։ Բայց մենք կարող ենք ինքներս տնօրինել այն ժամանակը, որը այսօր մեր ձեռքին կա։ Մենք կարող ենք տնօրինել այսօրվա ժամանակը, որը ունենք։ Մենք այդ ճոխությունը մտածել երկարաժամկետ չունենք։ Խաղաղության խաչմերուկ եւ այլ 5 տարի, 10 տարի մենք չեք վերահսկում քո ժամանակը։ Բայց մենք կորցնում ենք այս ժամանակը։ Կորցնում ես, այո։ Ամեն օր երբ դու չես աշխատում այսօր այս ժամանակը հայկական չես օգտագործում, դու կորցնում ես իհարկե։ Իսկ թշնամին ամեն օրը օգտագործում է։ Թշնամին ունի օգտագործում է եւ թշնամին ունի բարձ հստակ մեծ ռազմավարություն, grand strategy, որը ինքը իրականացնում է։ Ադրբեջանի մեջքին կանգնած են կայսրական ու ռազմական ուժային կենտրոններ, Ռուսաստանը, Թուրքիան, որոնք ունեն դարավոր փորձ, կայսրություններ են ավանդական, նման աշխատանքներ իրանց մոտ իրողից ձևավորված են։ Հայաստանն է վերածնվել Հայաստանն է ընդամենը 30 տարի, մենք չունենք այդ փորձը եւ ոչ մեկը մեզ չի օգնել այդ հարցերում։ Նրանք ունեն ծրագիր, որով գործում են։ Մենք չունենք ծրագիր, փաստացի։ Մենք ազգային ծրագիր ոնց ենք մենք տեսնում Հայաստանը 21 դարում 3-րդ հազարամյակում չունենք։ Եղել են նախաձեռնություններ, կարող եմ հիմա Ռուբեն Վարդանյանին հիշեմ, որը հիմա Բաքվում է, Հայաստան 2040 թվականի ծրագրերը, ասենք փորձում էին սկսել ձևավորել մանխնդիրներ, բայց հետո ամեն ինչ շեղվեց եւ ցավոք սրտի կանգնեց այդ process-ը։ Մենք անգամ չունենք ծրագիր ինչպես դիմակայել, դուք ասում եք ծրագիր, այո, ինչպեսին պետք է լինի Հայաստանը, բայց մենք այս պահին պետք է ունենանք ծրագիր ինչպես դիմակայել այդ ամեն ինչին, ինչի մասին ենք խոսում։ Շատ դժվար է ստացվում։ Ժամանակը կորցրել ես, դու զուգահեռ երկու process պիտի տանես։ Ձևավորում ես քո ապագան, ոնց ես տեսնում, եւ անում ես աշխատանք, որ այսօր պիտի անես, որ կարողանաս ունենաս այդ ապագայի հնարավորություն։ Գնացքը ընթանում է, դու ընթացքում զուգահեռ անում ես երկու աշխատանք։ Եվ ձևավորում ես եւ սկսում ես իրականացնել լուծելով այսօրվա խնդիրները։ Եվ եթե չես վերակառուցում ընթացքում գնացքը, ամասերը թափվելու են։ Թափվել են, ոչ գնաց չի, գնացքը վատ մետաֆորա, որտեղ գնացքը մեխանիկական է, դա օրգանիկ է, դա կյանք է գայանը։ Այդ զարգացող իրականություն է։ Հայաստանը դա մեքենա է։ Պատկերավոր ներկայացնում։ Պատկերացում Հայաստանը զարգանում է, դուրս է ծնվել է 1988 թվականի հետ սովետական Հայաստանը ծնվել է, մենք ստացել ենք անկախություն եւ պիտի զարգանանք։ Ես զարգանալու պիտի անցնենք փոփուլերով եւ կամ հզորանանք, մեծանանք, կամ չդիմանալով ճնշմանը փոքրանանք եւ կորչենք։ Դարերի վեր մենք այդ խնդիրները ունեցել ենք, բայց ինչ որ իմունիտետ ենք ունեցել միշտ, որը մեզ դուրս է բերել այդ
չեմ ուզում կործանում բառը օգտագործեմ Չէ, մենք ունել ենք ծայրահեղ վատ վիճակից Մենք ունել ենք արելի մեծ հայեր, ես ինչքան մեծանում եմ հասակով, ինչքան մեծանում հասկանում եմ Երևանցիները, ինչ մեծ դեմքեր են եղել Մեսրոպ Մաշտոցը, Դավիթ Անհախտը, Շնորհալի Նարեկացի։ Բայց իրենք պարզապես մարդ են եղել, իրենք չգիտեին, որ տենց ծնվել են մեծ մարդ, իրենք դարձել են մեծ մարդ։ Մեծ իրաց անձնական հարցն է, նայում որպես հայ։ Լավ։ Ինչքան մեծ ահրելի։ Ուզում ասեմ այսօր էլ գուցե կան այդ մեծ մարդիկ։ Դե կա պիտի դուրս պիտի կան երբ, բայց իրանք ինքան մեծ էին, որ կարողացել են Հայաստանի հայ ազգի զարգացումը հազարամյակների մեջ դնել։ Կառուցել են կառույցները, հաստատությունները հայ առաքելական եկեղեցին, որը 1800 տարի պահում է մեզ որպես շրջանակ, մեզ տալիս է հնարավորություն կայունությունը չկորցնել։ Կայսրությունները ծնվել են, կորչել են, մենք կանք այդ հզորության, այդ հայերի շնորհիվ Եվ հիմա մենք կանգնած ենք նույն խնդրի առջև, պիտի ծնվեն, ձևավորվեն Հայաստանում, Սփյուռքում, մենք որտեղ գլոբալ ենք, այն հանձնավորությունները, որը պիտի պատասխան տան, ոնց ենք մենք տեսնում Հայաստանը 3-րդ հազարամյակում, 3001 թվականին։ Ոչ թե միայն այսօր խաղաղության ռեստորացիայի մեջ, բայց այսօր դիմադրելով, կառուցելով Հայաստանի դիմակայունությունը, դիմադրության հնարավորությունը, ռազմական պատրաստությունը, բացասությունը եւ այլ, լուծելով այդ խնդիրը, զուգահեռ դու պիտի դնես, ոնց ես դու տեսնում Հայաստանը 3001 թվականին, 2500 թվականին, 2100 թվականին Գայանը։ Այդ երկու խնդիրները շահկապված են։ Եթե դու չես դնում այդ խնդիրները, դու այսօր Հայաստանը պահել չես կարող։ Եթե այդ խնդիրները չես դնում, այսօր Հայաստանը պահելը դառնում է անիմաստ, ինչի համար։ Այն մեծ ազգը, որը կառուցել է քաղաքակրթություն եւ մտածում է, որ փորը լցնելու համար միայն հրաժարվելով նախաքրիստոնեական, քրիստոնեական Հայաստանի հայ ազգի այն բոլոր նվաճումներից կտրելով Իրանին պատմությունից եւ հայտարարելով, որ Հայաստանի պատմությունը սկսում է 2 տարի առաջ, ինձ նման Հայաստան պետք չէ, ձեզ նման Հայաստան պետք չէ, համոզված եմ։ Դրա համար խնդիրները ավելի բարդ են, բայց եւ հնարավորություններ են ահրելի, որտեղ մենք կարող ենք, եթե մենք հասկանանք ինչ պիտի խնդիրներ ներգերճիչ ձևավորել խնդիրները, ես համոզված եմ, որ իմ ազգը շատ շուտ ահրելի, անսպասելի տեմպերով մենք կարող սկսել զարգանալ։ 4-րդ հանրապետությունը դա վաղուց հայտարարված օգտագործող հասկացողություն է, ինչքան ես եմ հիշում, մի 10-15 տարի ես եմ դրա մասին գրել, մնացածներն են խոսել դրա մասին, դա հին գաղափար է, տեղ որևէ նոր բան չկա, Խաչմերուկը նույն ձևի բավականին հին որոշում ես հիշում եմ 2011 թվականին ես դրա մասին խոսել եմ առաջի միջազգային կոնֆերանսի հայկական քաղաքագետները, որ հավաքվել են եւ անց են կացել առաջին եւ վերջինը։ Չէ, չեմ կարծում Գայանը, որտեղ այսօրվա իշխանությունների մոտ ամեն ինչը պոպուլիստական եւ դեկլարատիվ է։ Նրանք խոսում են 4-րդ իշխանության մասին, պաշտպանելու 3-րդ հանրապետությունը։ 4-րդի մասին խոսում, 3-րդ հանրապետության ոչում, 3-րդ հանրապետության լուծումների մեջ մնալով։ Նիկոլ Փաշինյանը հագել է Սերժ Սարգսյանի կոստյումը, ճակետներով, ընդունել է Հայաստանը ավտորիտար սահմանադրությամբ եւ Նիկոլ Փաշինյանին դա դուրն է եկել։ Իմ կարծիքով այդ խնդիրները կդնեն եւ կլուծեն նոր ուժեր, որը պիտի դեռ ձևավորվեն Հայաստանում, ոչ թե սովետական Հայաստանի 140 կուսակցությունները, որ մենք ունենք, բայց ես հույս ունեմ, որ կձևավորվեն նոր քաղաքական ուժեր, նոր շարժումներ, նոր կուսակցություններ, որը կդնեն նման խնդիրները եւ դուրս կգա այդ 3-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ հանրապետության հաշվարկներից եւ կկառուցենք ձևավորենք Հայաստանը։ Ես կուզենայի, որ իմ երկիրը անուն ունենա Հայաստան կամ Հայք։ Պետությունները, հանրապետությունները հանենք, բայց ես խոսում եմ արդեն իմ տեսլականի մասին։ Հիմնականը ոչ, այսօրվա իշխանությունները պիտի պատրաստվեն զբաղեցնեն իրենց տեղը հայկական պատմության մեջ իմ կարծիքով։ 26 թվական է գալիս։ 26 թվականում եթե պատմություն իրանք մնան իշխանության, դա նշանակում է, որ հետսովետական Հայաստանը 3-րդ հանրապետությունը շարունակվում է եւ խնդիրը մնում է։ 2026 թվականին, 28 թվականին, 30-35 նշանակություն չունի։ Դու կանգնած ես այդ մարտահրավերի առջև, որը դու պիտի պատասխան պատրաստես։ Եվ ի վերջո մենք կամ պատասխան կձևավորվենք կամ կզբաղեցնենք մեր տեղը համաշխարհային պատմությունում։